Հրեձիու 2026 թվականը խոստանում է լինել փոփոխությունների, եռանդի և նոր հնարավորությունների ժամանակ, բոլոր կենդանակերպի նշանների համար։ Այնուամենայնիվ, տարվա խորհրդանիշի ազդեցությունը հատկապես նկատելի կլինի որոշների համար և պակաս արտահայտված մյուսների համար։ Արևելյան աստղագուշակները մանրամասն կանխատեսումներ են տալիս յուրաքանչյուր նշանի համար, օգնելու կողմնորոշվել առաջիկա իրադարձություններում։ Խոյի համար ձիու տարին կբերի ազատություն և հնարավորություն նոր սկիզբների համար։ Սա հիանալի ժամանակ է կարիերան փոխելու, բիզնես սկսելու կամ տեղափոխվելու համար։ Հիմնականը իմպուլսիվ գործողություններից խուսափելն է և հստակ ծրագիր մշակելը։ Հարաբերություններում կարևոր կլինեն ազնվությունն ու հավասարությունը, այլ ոչ թե գերիշխանության համար պայքարը։ Սա բարենպաստ ժամանակահատված է կարիերայի և անձնական փոփոխությունների համար։ Կարևոր է պահպանել կարգապահությունը և չտրվել շտապողականությանը։ Գարնանը և ամռանը հնարավոր են նոր ծանոթություններ և ոգեշնչում։ Ցուլը կունենա կայունության և ֆինանսական աճի շրջան։ Տարին հարմար է ներդրումների, դիրքերի ամրապնդման և բիզնեսի զարգացման համար։ Մի վախեցեք փոփոխությունից։ Այն օգտակար կլինի, եթե գործեք խելամտորեն։ Հնարավոր է եկամտի աճ և ֆինանսական վիճակի ամրապնդում, կարևոր է պահպանել հավասարակշռությունը ավանդույթների և նոր գաղափարների միջև։ Աշունը նախագծերն ավարտելու ժամանակ է։ Երկվորյակների համար ձիու էներգիան կբերի ոգևորություն և հետաքրքրասիրություն։ Տարին լի կլինի նոր ծանոթություններով, ճանապարհորդություններով և ստեղծագործական գաղափարներով։ Գարնանը և ամռանը հնարավոր են կարիերայի հաջողություններ և անձնական հաղթանակներ։ Կարևոր է ճկուն լինել և չվախենալ փոփոխությունից։ Սա լավ ժամանակ է ուսման և նոր նախագծերի համար։ Աշունը ժամանակ է ձեր առաջընթացի մասին մտորելու և հանգստանալու համար։ Խեցգետինները կզգան ներքին նորացում և առաջնահերթությունների վերագնահատում։ Ձմռանը նրանք կցանկանան նահանջել և խորհել ապագայի մասին։ Գարնանը և ամռանը հնարավոր են փոփոխություններ տանը կամ հարաբերություններում, իսկ աշունը ժամանակ է ձեր ներքին խաղաղությունն ամրապնդելու համար։ Կարևորը չկառչել անցյալից և ընդունել փոփոխությունները։ Սա լավ ժամանակ է ընտանեկան ուրախությունների և նոր ծրագրերի համար։ Աշունը հանգստի և վերականգնման ժամանակահատված է։ Առյուծները և կրակի ձին կատարյալ զույգ են, տարին կբերի ճանաչում, նոր բարձունքներ և փայլ։ Ընտանիքում և աշխատանքում կլինի ավելի մեծ փոխըմբռնում, իսկ գործընկերներն ու սիրելիները կաջակցեն ձեր նախաձեռնություններին։ Գարունը բերում է նոր հնարավորություններ և աճ։ Ամառը բերում է ուշադրության կենտրոնացում առողջության և ֆիզիկական ակտիվության վրա։ Աշունը բերում է ստեղծագործական ծրագրերի իրականացում։ Կույսերը կապրեն կայունության և նյութական հաջողության շրջան։ Այս տարին հարմար է ներդրումների, դիրքերի ամրապնդման և բիզնեսի զարգացման համար։ Կարևոր է պահպանել հավասարակշռությունը ավանդույթների և նոր գաղափարների միջև։ Հնարավոր են եկամտի աճ և ձեր ֆինանսական վիճակի ամրապնդում։ Կարևոր է չվախենալ փոփոխություններից և գործել խելամտորեն։ Աշունը նախագծերն ավարտելու ժամանակ է։ Կշեռքի համար ձիու էներգիան կօգնի ձեզ ավելի արդյունավետ կառավարել պարտականությունները։ Կմեծանա ձեր բնական ունակությունը, գտնել փոխզիջումներ և կապ հաստատել ուրիշների հետ։ Կարևոր է հոգ տանել ձեր մասին և կենտրոնացած մնալ։ Գարնանը բերում է փոփոխություններ և նոր հնարավորություններ։ Ամառը բերում է կրքեր, և հնարավոր են սիրո և կարիերայի հնարավորություններ։ Աշունը բերում է վերածնունդ և ներքին աճ։ Կարիճները կզգան ներքին նորացում և առաջնահերթությունների վերագնահատում։ Ձմռանը նրանք կցանկանան նահանջել և խորհել ապագայի մասին։ Գարնանը և ամռանը հնարավոր են փոփոխություններ տանը կամ հարաբերություններում, իսկ աշունը ժամանակ է ներքին խաղաղությունն ամրապնդելու համար։ Կարևոր է չկառչել անցյալից և ընդունել փոփոխությունները։ Սա լավ ժամանակ է ընտանեկան ուրախությունների և նոր ծրագրերի համար։ Աշունը հանգստի և վերականգնման ժամանակահատված է։ Աղեղնավոր ձիու էներգիան աղեղնավորին կբերի հուզմունք և հետաքրքրասիրություն։ Տարին լի կլինի նոր ծանոթություններով, ճանապարհորդություններով և ստեղծագործական գաղափարներով։ Գարնանը և ամռանը հնարավոր են կարիերայի հաջողություններ և անձնական հաղթանակներ։ Կարևոր է ճկուն լինել և չվախենալ փոփոխությունից։ Սա լավ ժամանակ է ուսման և նոր նախագծերի համար։ Աշունը ժամանակ է անցյալի արդյունքների մասին խորհելու և հանգստանալու համար։ Այծեղջյուրները կզգան կայունության և ֆինանսական աճի ժամանակահատված։ Այս տարին հարմար է ներդրումների, դիրքերի ամրապնդման և բիզնեսի զարգացման համար։ Կարևոր է պահպանել հավասարակշռությունը ավանդույթների և նոր գաղափարների միջև։ Հնարավոր է եկամտի աճ և ֆինանսական վիճակի ամրապնդում։ Կարևոր է չվախենալ փոփոխություններից և գործել մտածված։ Աշունը նախագծերն ավարտելու ժամանակն է։ Ձիու էներգիան ջրհոսներին կբերի ոգևորություն և հետաքրքրասիրություն։
տարին լի կլինի նոր ծանոթություններով, ճանապարհորդություններով եւ ստեղծագործական գաղափարներով։ Գարնանը եւ ամռանը հնարավոր են կարիերայի հաջողություններ եւ անձնական հաղթանակներ։ Կարևոր է ճկուն լինել եւ չվախենալ փոփոխություններից։ Սա լավ ժամանակ է սովորելու եւ նոր նախագծերի համար։ Աշունը երառաջընթացի մասին մտորելու եւ հանգստանալու ժամանակ է։ Ձկներ։ Ձկները կզգան ներքին նորացում եւ իրենց առաջնահերթությունների վերագնահատում։ Ձմռանը նրանք կցանկանան նահանջել եւ մտորել ապագայի մասին։ Գարնանը եւ ամռանը տանը կամ հարաբերություններում հնարավոր են փոփոխություններ, իսկ աշունը ձեր ներքին խաղաղությունն ամրապնդելու ժամանակ է։ Կարևոր է չկարչել անցյալից եւ ընդունել փոփոխությունները։ Սա լավ ժամանակ է ընտանեկան ուրախությունների եւ նոր ծրագրերի համար։ Աշունը հանգիստ եւ վերականգնման ժամանակ է։